Բարև ձեզ, արգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին մինչև հայտարարությունները, մինչև հրապարակումը նախագահի եւ վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի, մինչև հայտարարությունների հրապարակումը ուղիղ եթեր արդեն արել էի, վերաբերմունքս ու գնահատականս հայտնել էի, կարող եք նայել իմ նախորդ ուղիղ եթերը, բայց այսօր ուզում եմ արդեն ավելի մանրամասն մի քանի բան ներկայացնել եւ այսպես ասած թարգմանությունը ներկայացնել, թե ինչ ակնարկներ արեցին եւ ինչ մտքերով փոխանակվեցին եւ ինչա նշանակում ամեն մի կողմի դիրքորոշումը։ Ամենակարևորը, որ այստեղ թարգմանությունն եմ ներկայացնելու, այսինքն հասկանալի, հոդաբաշխ, հայկական մեդիա դաշտում այդքան էլ շատ չեն վերլուծությունները այս առումով, սա էլի ներքաղաքական ճղճիմ քննարկումների է վերածվելու գող պիսոկ հաչալշուն մակարդակով, բայց եկեք մի հատ լրջանանք եւ սկսենք նրանից, որ Փաշինյանը մինչև մեկնելը արդեն իսկ ճանաչել էր Պուտինի գերակայությունը այս հանդիպման մեջ, ինչով էր ճանաչել եւ ասել էր, բա իհարկե ինքը պետք է խնդրի հանդիպում, ոչ թե Ռուսաստանի նախագահը կամ նախաձեռնությունը հեռախոսազրույցի, որը եղել էր միջև հանդիպումը, դարձյալ հայկական կողմից էր եղել։ Ես ուզում եմ այստեղ մենք մի կարևոր բան առանձնացնենք, ներքաղաքական խոսույթը դնում ենք մի կողմ, եւ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ով էլ որ նա լինի, ինչպիսին էլ որ մեր վերաբերմունքը նրա հանդեպ լինի, որովհետեւ երբ որ արդեն Հայաստանի տարածքներից դուրս ենք, մենք տեսնում Նիկոլ Փաշինյանին մի աթոռի կամ մի սեղանի շուրջ նստած, ապա այստեղ մենք պետք է հասկանանք ամեն դեպքում, որ ունենք եսա, չունենք եսա վիճակն է, եւ մարդը, որ ներկայացնում է այնտեղ Հայաստանի Հանրապետությունը, այսպես թե այնպես հանդիսանում է մեր երկրի վարչապետը։ Սա կարևոր է ընդգծել եւ այս տրամադրությամբ, այս լրջությամբ նայել քննարկմանը, ոչ թե տեսնենք, թե ինչից կարանք կախվենք, կպրշկենք կամ ինչով կարանք եւս մի անգամ բշտել Նիկոլ Փաշինյանին։ Նամանավանդ, որ ամենևին ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը այնտեղ թույլ երևա, թեև թույլ չերևաց, ինչքան էլ այնտեղ թույլ երևա, դա մեր օգուտը չի։ Մենք այդտեղ օգուտ չունենք, որպես հայ, որպես հայաստանցի, որպես Հայաստանի քաղաքացի։ Սա մեկ եւ երկրորդ մի կարևոր դիտարկում էլ, որ ահա թե ինչով պետքա զբաղվի Հայաստանի Հանրապետության վարչապետը ի պաշտոնե։ Այն ինչով զբաղվում էր նա Մոսկվայում, դա վարչապետի իրական անելիքն է։ Ոչ թե այն միտքը, թե թագավոր ջան, հողակտորս ոնց լույս քաշեմ, պրավես վերցրեն հետ չեն տալի, թոշակիս հարցը ոնց պետք է լինի, հիվանդանոց գնացել եմ, ուղեգիր տվել են, թե չեն տվել։ Երկրի վարչապետը այս սրանով պիտի զբաղվի։ Գործադիրի ղեկավարը առհասարակ, նախագահը, թագավորական երկրներում թագավորը, գործադիրի ղեկավարը պետք է զբաղվի սահմաններով, արտաքին եւ ներքին անվտանգությամբ։ Գործադիրի մեծ հիմնական ֆունկցիան սահմանների երկրի սահմաններն են եւ այդ սահմանների երկու կողմերում եղած խնդիրները, սահմաններից դուրս եւ սահմաններից ներս, բացառապես անվտանգության տեսանկյունից։ Իրավապահություն, անվտանգություն, ներքին հանրային անդոր, սահմանների անվտանգություն եւ արտաքին հարաբերություններ։ Մնացած հարցերը զբաղվում են տարբեր նախարարներ, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում, մարզպետեր, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում, տեղական ինքնակառավարման մարմիններ, դատական համակարգ, պարլամենտ, տարբեր գերատեսչություններ։ Մնացած հարցերով զբաղվում են հասարակական կազմակերպությունները, տարբեր մասնագիտական ասոցիացիաներ, համքարություններ։ Մնացած հարցերով զբաղվում է բիզնեսը, զբաղվում է մամուլը, զբաղվում են բանկերը, զբաղվում են մարդիկ իրենց ընտանիքները, եկեղեցին, այսինքն գործադիրի ղեկավարի գործը ահա դա է։ Վերջին ամիսներին երևի թե միակ օրը, որ մենք տեսանք, որ Հայաստանի Հանրապետության գործադիրի ղեկավարը զբաղվում է այն կարևորագույն առաքելությամբ, որի համար նա կոչված է արտաքին հարաբերություններ կարգավորել։ Մնացած հարցերում նա զբաղվում է ուրիշ բանով կամ ցուցատալի իր գործունեության բացերը։ Պատերազմ կլինի, այս կլինի, այն կլինի, այս նշանակում է չի աշխատում։ Ես սա ուզում եմ շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը ֆիքսի, թե ինչի մասին է գործադիրի ղեկավարի գործը։ Այդ դրա մասին է։ Սա մեկ։ Հիմա անցնենք
քննության զրույցի, ես ժամանակ առ ժամանակ կմիացնեմ էկրանը, դուք վիդեոները կնայեք եւ շատ կարեւոր ասելիք կար։ Ուրեմն ասեցինք արդեն, զրույցը գնում է Ռուսաստանի նախագահի գերակայության դիրքերից։ Իսկ Ռուսաստանի նախագահը ոչ թե բանակցում է գոնե այդ ինքը ներկայացնում է Ռուսաստանի եւ իր հիմնական դիրքորոշումը։ Ընդունում ես, չես ընդունում, համաձայն ես, համաձայն չես, լավ ես հակառակվում, կամ հակաճառում, կամ հակափաստարկում, թե վատ ես հակափաստարկում։ Դա մեր խնդիրն է։ Դա իրանց խնդիրը չի։ Ռուսաստանը ներկայացնում է իր դիրքերը ու դա քննարկման ենթակա չի։ Դա քննարկելու բան չի։ Այն քննարկումը կլինի կուլիսներում արդեն, փակ դռների հետևում եւ բնականաբար մեզ չեն ցույց տա։ Դա էլ հարց անդե ինչքանով է հնարավոր քննարկում։ Սա էլ կարևոր է ընդգծել, որովհետեւ ժողովուրդը մարդկանց թվում է, թե սա հարց ու պատասխան էր։ Ահա Պուտինը սենց ասեց, բայց տեսա Նիկոլ Փաշինյանը դրան ոնց պատասխանեց։ Կապ չունի ոնց պատասխանեց։ Մի բան է էական, ինչ ասեց ու ինչպես ասեց Ռուսաստանի ղեկավարը։ Դա Ռուսաստանի դիրքորոշումն է։ Սա այն երկիրն է, որի հետ հնարավոր չի կատակներ անել, հնարավոր չի։ Սա այն երկիրն է, որից դողում են շատ շատերը, եւ որի դեմ հնարավոր է դուրս գալ։ Միայն շատ լուրջ թիմի կազմում լինելով, քաղաքական ռազմական թիմի կազմում լինելով։ Օրինակ Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանին դեմ, շատ լուրջ թիմի կազմում լինելով։ Եվ այստեղ երկրորդ հարցն է գալի։ Այդ մեծ լուրջ արևմտյան այս դեպքում թիմի կազմում լինելով, երբ որ Ուկրաինան դուրս է գալի, Ուկրաինան տեղ շահում է, թե շահում է արևմուտքը։ Այո, դեմ է դուրս գալի, այո, դիմակայում է, բայց ինչ է ստանում դրա դիմաց եւ ավելի շատ կորցնում է, թե ստանում։ Եվ վերջին հաշվով այդ դիմակայության արդյունքում ինքը գործիք էր այդ մեծ թիմի շահերի սպասարկման, թե ինքը իրոք իր համար քաղեց առավելագույնը։ Սա էլ է կարևոր։ Այսինքն կարող է Ուկրաինայի օրինակով կարող ենք պատկերացնել Հայաստանն էլ Նիկոլ Փաշինյանն էլ կարող է Պուտինին դեմ դուրս գա։ Եվ հարց. Կարանք մենք դա մարսենք եւ ում շահերն ատեղ ավելի շատ առաջ գնալու եւ ինչ մեր շահերից ինչ կարելի է ասել։ Սա շատ կարևոր է։ Վրաստանն էլ է իդեպ դուրս եկել Ռուսաստանին դեմ եւ արդյունքում որոշել է, որ սա սուտ էր։ Այն թիմը, որի կողմից ինքը կպավ, այն թիմը, որի կողմից ինքը մարտնչեց, այդ թիմը վերջին հաշվով Սարկոզիներ են ժամանակ։ Գնացին եւ Սաակաշվիլին ասացին ստորագրի, որ ստորագրի կապիտուլյացիան ընդունի Ռուսաստանի պահանջները։ Դե ֆակտո Ռուսաստանը վերցրեց ինչ ուզում էր, բայց Սաակաշվիլին չհանձնվեց։ Արդյունքում վրացական էլիտաները հասկացան, որ չէ ախպեր, կարծես թե գցեցին։ Ես ինչի եմ ասում, որովհետև մեզ համար էլ պետքա Արևմուտքն ու Միացյալ Նահանգները ապահովեին անխոչնդոտ անցման դրույթը փաստաթղթից հանելու եւ Ադրբեջանի դեմն առնելու եւ Արևմուտքն ու Ամերիկան դա չարեցին։ Ճիշտ այնպես ինչպես Ռուսաստանը գրել էր անխոչնդոտ անցման դրույթը Ադրբեջանի պահանջով։ Այդ նույն ձևի տարան Թրամփի մոտ պечатեցին։ Նույն ձևի։ Եվ երկու դեպքում էլ թե ռուսական տարբերակում, թե ամերիկյան տարբերակում գրված չէր, որ դա պետք է անցնի Սյունիքով։ Այդ ճանապարհը ըստ տարին, պայմանագրի կետի տարին կամ պայմանավորվածության տարին հետևելով պիտի անցներ Հայաստանով, բայց մենք պիտի որոշեինք որտեղով, օրինակ կարող էր կրկնում Իջևանից գար անցներ գնար Երասխով Նախիջևան, բայց եղավ այն ինչ ուզում է Ալիևը եւ այն ինչ ուզում է Թուրքիան։ Հեսա Թուրքիային եւ Ադրբեջանին կգանք։ Մի խոսքով էս ոչ այնքան հակիրճ նախաբանից հետո առաջին ինչ ասեց Պուտինը։ Առաջին ասեց, որ այն ամենը ինչ լավ է հայ ժողովրդին, ընդունելի է Ռուսաստանի համար։ Ես հավատում եմ այս խոսքին։ Այս խոսքի մեջ մեծ իմաստ կա։ Այն ամենը ինչ լավ է հայ ժողովրդին, ընդունելի է Ռուսաստանի համար։ Բայց սա նշանակում է, որ Ռուսաստանը չի ասում այն ամենը ինչ լավ է հայոց պետականությանը, ընդունելի է Ռուսաստանի համար։
Ռուսաստանը տեսնում է հայ ժողովուրդ, մեզ ընկալում է որպես հայ ժողովուրդ, իր հաշվարկներով 2 միլիոն Ռուսաստանում ապրող, 3 միլիոն Հայաստանում ապրող եւ արցախահայություն եւ էլի ինչ որ մեր ազգի տարբեր հատվածներ, տարբեր տեղերում, մերձավոր արևելքում, միգուցե Ջավախքում եւ այլ, Միացյալ Նահանգներում եւ այլ, Եվրոպայում։ Ռուսաստանը մեզ տեսնում է որպես հայ ժողովուրդ, սակայն որպես հայոց պետականություն չի տեսնում։ Եվ առնվազն 2 անգամ այս բանակցությունների ընթացքում Պուտինը ասեց, այն ամեն ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի է Ռուսաստանի կողմից։ Ես որպես Հայաստանի ղեկավար անպայման սրան կանդրադառնայի, ոչ թե կհակաճառեի մնացած դրույթներին, բայց սրան կանդրադառնայի, որ մենք ուրախ ենք, որ դուք հայ ժողովրդի համար սրտացավ եք, բայց մենք կրկնակի ուրախ կլինեինք, եթե դուք սրտացավ լինեիք, դրա կեսով չափ գոնե հայոց պետականության համար։ Սա շատ կարևոր է, որ պետք է ռուսական կողմին որպես ուղերձ փոխանցվի։ Հայ ժողովուրդը դա պարզապես հայ ժողովուրդ չէ, այլև պետականորեն կազմակերպվելու ձգտող հանրություն է, ինչը նշանակում է, որ դա պարզապես այսպես փոքրամասնություն չի բազմամիլիոնանոց Ռուսաստանի կամ Սովետ միության կազմում, դա նաև պետականություն է աշխարհի քարտեզի վրա։ Սա առաջին։ Երկրորդ, Ռուսաստանի նախագահը շատ պարզ ընդգծեց, որ Եվրամիություն թե Մաքսային միություն որոշումը Հայաստանը պետք է կայացնի հիմա։ Չի կարող լինել եւ Եվրամիություն, եւ Մաքսային միություն։ Եվ նա դա ասեց, ինչպես ասում են, ափին մոտ։ Ափին մոտ, ինչի մասին է, ինչ ափի մասին է խոսքը, ենթադրում են, միջև նավ նստելը, այսպես ասած, պետք է դա որոշենք։ Որովհետեւ նավը նստելուց հետո խաղեր տալ էլ չի լինի։ Բջոտ հայավարի ձևերով չի լինի։ Սախի եմ ընդգծում, որտեղ մենք խուսափելով պատասխանատվությունից, խուսափելով մեր հետագա քայլերի համար պետական մասշտաբով պատասխանատվություն կրելուց, փորձում ենք, այսպես ասած, չոր մստել այնպիսի տերությունների, ինչպիսին է Ռուսաստանը կամ չգիտեմ Միացյալ Նահանգները, մենք փորձում ենք չոր մստել այն մարդու, դա չի լինի։ Ու հստակ դրեց, ու նրանք դրան են սովոր, նրանց շուստրիություն չի անցնի էլի նրանց մոտ, ու անհնար է։ Թարս չափալակ կտան վիզիտ կփոկվի վերից։ Խոսքս գնում է Ամերիկա, Ռուսաստան, Չինաստան, չգիտեմ, այս տեսակ հզորների մասին։ Նրանք քո հետ հարաբերությունների մեջ մտնում են արդեն, ընդունում են, ճանաչում են քեզ որպես պետություն, բայց նրանք չեն ճանաչում, որ դու մի հատ բան թայֆա ես շուստրիների։ Նրանք դա չեն ընդունում։ Եվ դրա համար ասեց ափին մոտ պետք է մենք այս հարցը որոշենք, որովհետև ասեց Մաքսային միությունն էլ բան, դա տարիների երկարաժամկետ պլանավորում է, այսինքն չես կարա այսօր չխառնվես այդ պլանավորմանը, մի օր քեզ դուր գա, ասես լավ, ես գնում եմ Եվրամիություն։ Ուրեմն սա առաջինը, որ Պուտինը դրել է Հայաստանի Հանրապետության առաջ, ուստեղ պլստալ չի լինի։ Որոշում ենք այս գլխից։ Եթե գնում ենք Եվրամիություն, փագում է, լարսնա, մյուսնա, փագում է, ասում է գնանք, ասում չկա։ Գնում ես գնա։ Հիմա ես ասում, կամ հիմա բաց եմ թողում, շարունակում ենք Մաքսային միության մեջ հարաբերությունը։ Եվ այս թող ժողովուրդը ազգը իմանա։ Ընդեղ նշում է տնտեսական աճ, առանձին խոսած իրենց այդ վերահսկողության սննդի անվտանգության, սելխոզնadzորը, ինչա տեսչության ղեկավարը, այդ հետո էլի։ Հարցը դրածած թե կանյակը, ջերմուկը, ամբողջ գյուղմթերքը փագելու եմ ընկեր։ Մոռացի փագելու եմ, չես բերելու։ Գնա Եվրոպայում ծախի։ Ուզում ես Եվրոպա, հարց չկա, գնա Եվրոպայում ծախի։ Ու դա առաջիկա մեր արժև կանգնած խնդիրներից է։ Այսօր պետք է որոշվի եւ հետագայում էլ տերելնել այդ որոշմանը։ Այն որ կօգտվենք այնքան մինչեւ կօգտվենք, դա չէ։ Երկրորդը գազը։ Ես չգիտեմ իհարկե գազը ոնց են հաշվում, որ $177 է ստացվում 1000 կորոնարդ մետրի համար, ինչը Եվրոպայում արժի $600։ Ես նույնիսկ կարծում եմ, որ գազի հարցում միգուցե Ադրբեջանից գոնե կոմունիկացիաներ կան, կարելի է շատ հեշտ միացնել Հայաստանին, ադրբեջանական գազը։ Միգուցե sense տրամադրություն կա։ Բայց նա գազի հարցով էլ, գազի գների հարցով էլ ակնարկում էր
գոնե ակնարկում էր Պուտինը, որ դա էլ կդառնա ձեր համար խնդրեմ, եթե որոշել եք գնաք արևմուտքի հետ։ Ինչու՞։ Որովհետև Պուտինը իր խոսքի մեջ այսպիսի հետաքրքիր դիտարկում է անում։ Ասում է, մենք էլ միջև ուկրաինական պատերազմը Եվրոպայի հետ քննարկում էինք որոշակի ապրանքաշրջանառության ստանդարտների ընդհանրացման համար, մինչև ուկրաինական դեպքեր, ասում եմ, մենք դա քննարկում ենք, բայց նրանք ակնհայտ հակառակ անընդունելի էր իրանց համար որևիցե նման քննարկում։ Այսինքն ուզում ասում ենք ձեռք մեկնել ենք Եվրոպային, որ եկեք ընդհանուր տնտեսական հարաբերությունները ստանդարտիզացնենք եւ այլն, բայց Եվրոպան դա կոպտորեն մերժել է, մինչև ուկրաինական պատերազմը։ Եվ սրանով է սկսում իր խոսքը Պուտինը բացատրելով Նիկոլ Փաշինյանին, այսինքն Հայաստանին, այսինքն մեզ։ Տվյալ դեպքում այդպես է դերերը բաշխված։ Ասում է, եթե նրանք տես կոպտորեն մերժում են, հետևաբար դիրքավորվում են թշնամաբար, դուք չեք կարող նրանց հետ հարաբերությունները տակ պահեք, մեր հետ տակ պահեք։ Նրանց դիրքավորումը ձեզ էլ է ստիպում կողմնորոշվել, որ կողմի վրա եք դուք գնում։ Ուրեմն սա սկիզբը։ Գազը ասեցի, Եվրամիությունից տնտեսականն ասեցի։ Հիմա ասենք մի հատ շատ կարևոր հարցի, երևի թե ամենակարևոր հարցը այստեղ, դա Ղարաբաղի հարցն է։ Երբ որ Պուտինը խոսում է ՕԴԿԲ-ի մասին, մերոնք էլ արդարամտորեն, արդարացիորեն ասում են, ախր Ղարաբաղի անվտանգությունը ՕԴԿԲ-ն չէ, խաղաղապահը պիտի պահեր։ Ժողովուրդ ջան, նա խոսում է Ռուսաստանի միջամտության մասին, Ռուսաստանի ռազմական միջամտության մասին։ Էդի թարգմանաբար նշանակում է դա, երբ որ Պուտինը խոսում է ՕԴԿԲ, կասի խամիրատվորից, ինչ կասի, էական չի։ Էականն է, որ նա խոսում է Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան հարցին ռազմական միջամտության մասին։ Եվ երբ որ Ռուսաստանը ասում է, Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ինքը ոնց թե Իրանից պատասխանատվություն է գցում եւ այլն, ինքը ասում է իր պատկերացումներն ու իրերի դրությունը։ Եվ կամ նույն ձևի, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, Ռուսաստանը երկու անգամ ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դրանից հետո նոր Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ուզում ենք ժողովուրդ ճիշտը խոսանք, ճիշտը իմանանք, եկեք ճիշտից խոսանք էլի։ Ինչքան էլ դա էլ եմ ասում, բջոտ բանո ձևերով այդքան էլ ձեռ չի տալի։ Ձեռ չի տալի։ Եկեք ճիշտից խոսանք։ Ինչ ճիշտը կայանում է հետևյալում։ Ես հիմա կդնեմ վիդեոներով դա ցույց կտամ։ Ռուսաստանը միշտ ուզեցել է, որպեսզի այս կոնֆլիկտում Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը եւ ինքը սրանով իսկ միջամտի արդեն որպես մասնակիորեն ճանաչված անկախ երկիր Ղարաբաղի շահերը սպասարկելով իր շահերը առաջ տանելով։ Ռուսաստանը ուզեցել է, որ Հայաստանը ճանաչի։ Բացի դա, Հայաստանը եթե ճանաչում է Ղարաբաղի անկախությունը, նա այլևս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցելու շանս չունի։ Նա դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարատև թշնամի երկիր։ Ինչը Ռուսաստանին իհարկե պետք է, որտեղ այդ դեպքում Բելարուսի ասած ուր պիտի փախնեք, Բելարուսի նախագահի ասած ուր պիտի փախնեք։ Այսինքն, եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, դա իհարկե շատ ավելի կմեծացներ շանսերը Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցում միջամտելու եւ որոշակի արդյունքներ գրանցելու համար։ Բայց դա մեկ եւ ընդմիշտ փակում էր Հայաստանի կապերը, հնարավոր հետագա հարաբերությունների բարելավումը կամ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ եւ ինչու ոչ նաեւ Ադրբեջանի հետ։ Այսքան բանը իմանալով Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունները, բացառություն չեն ոչ ոք, չեն ճանաչել Արցախի անկախությունը։ Ղարաբաղի անկախությունը չեն ճանաչել ոչ ոք։ Որովհետև գիտեին, դրանից հետո պետք է մեկը միշտ մոռանան, որ Թուրքիայի հետ սահման կբացվի, դեպի չգիտեմ Եվրոպա ճանապարհներ, արդեն մեկ եւ ընդմիշտ Հայաստանը մնում էր Իրան, Ռուսաստան, Վրաստան, այս վերտիկալի, եթե քարտեզին նայենք, այս վերտիկալի մեջ։ Հորիզոնական, այսպես հարաբերությունները, հորիզոնական նկատի ունեմ, ասա քարտեզի էլի տեսանկյունից, դեպի արևմուտք կամ դեպի Միջին Ասիա, դա Միջին Ասիա ոչինչ։ Հա եւ Չինաստան, դա էլ է տարբերակ։ Իրան, Չինաստան, Ռուսաստան, այս դաշտի մեջ էր հայտնվում եւ վերջ։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության ղեկավար սա չի ուզեցել անի։ Եվ ահա թե ինչու չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը։
Ինձ Պուտինն ասում է, անգեր, եթե դուք չեք ճանաչում Ղարաբաղի անկախությունը, այ բջեր, կարող է ես պետք է ճանաչեմ։ Ձեր փայ հարիվն էլ մենք ենք, հա։ Դուք չեք ճանաչում, ինչ եք ուզում, ախպեր։ Ճանաչեք, ռիսկի գնացեք, պատասխանատվություն վերցեք ձեր վրա։ Հասկանեք, Պուտինի դիրքորոշումն էլ սա է։ Դու միամիտ էշ չի, համ ուզում ես Թուրքիայի հետ հետագայում լավ լինես, բայց Պուտինը չի ուզում Թուրքիայի հետ լավ լինի։ Համ ուզում ես հետո Ադրբեջանի հետ բարիշես, համ էլ Ղարաբաղի հարցը լուծես։ Իհի Պուտինը չի ուզում նրանց հետ լավ լինի։ Կամ նա քեզնից լավ վատ հարևանություն կանի նրանց հետ։ Ու դու քո sense մի փուճուր հալին որոշել ես sense ավանտյուրայով, sense շուստրիությամբ բան անես։ Եթե ուզում եք ճշտից խոսանք, այս է ճիշտը։ Այս է ճշմարտությունը։ Եվ սա սпасել է ամեն վարկյան, ամեն օր Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունից։ Ճանաչի ասել է։ Նրանց դիրքորոշումը այդ է ժողովուրդ։ Եվ նա չի ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, չի ճանաչել, չի ասել Ռուսաստանը ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ես հիմա վիդեոներով կդնեմ, այն մյուս բլեֆ էլի արդեն որ խոսվում է։ Այս խոսակցությունս ուշադիր, նրա մասին չի որ Պուտինի դիրքերը, Պուտինին փաստաբան աշխատեն։ Այս խոսակցությունս մեր պատասխանատու եւ անպատասխանատու լինելու մասին է։ Մեր որոշում կայացնելու մասին է եւ այդ որոշումների հետևանքներին տերը լինելու մասին է։ Սա դրա մասին է։ Եվ եթե ընդունում ենք, որ պետքա ճանաչենք Արցախի անկախությունը, եկեք դա ընդունենք, հետևանքներին էլ տերը լինենք։ Կամ եթե ընդունում ենք, որ չպետք է ճանաչենք, եկեք դա էլ ընդունենք, հետևանքներին էլ տերը լինենք։ Ոչ թե սրան նրան մեղադրենք, ինչպես միշտ սրան նրան մեղադրենք, թե ինչի սա այ Ռուսաստանը ճանաչեց դրա համար, ինչ Ռուսաստանը ճանաչեց դրա համար։ Մենք ինչ ենք անում։ Իմ դիրքավորումն եղել է այն, իմ անձնական դիրքավորումը։ Ռուսաստանը առանձին պետք է Ղարաբաղին տեր լինի։ Ես այդ դիրքավորումն եմ ունեցել։ Ես մտածել եմ, որ Ռուսաստանը պիտի առանձին տեր լինի Ղարաբաղին։ Եվ թույլ տա, որ մենք այդ բլոկադայի մեջ չընկնենք, փակվենք այս վերտիկալ առանցքով։ Սա իմ մոտեցումն է։ Սա իմ մոտեցումն է եղել։ Եվ ես չեմ հավատացել, որ ինքը կարա Ղարաբաղը փուռը տա։ Ես չեմ հավատացել, որ Ռուսաստանը ունակա տենց բանի։ Հիմա էլ չեմ կարծում, թե Ղարաբաղի հարցը փակված է Ռուսաստանի համար։ Եվ հիմա էլ կարծում եմ, որ Ռուսաստանի հետ դեռ խոսալիք կա այս հարցով։ Բայց եկեք մի հատ արդեն բաց, հստակ հասկանանք ինչա կատարվում։ Ու մեր անելիքները որն է։ Որովհետև երբ որ մենք դեպի Թուրքիա, դեպի Ադրբեջան ուզում ենք հարաբերություններ կարգավորենք, ինչը նորմալ է։ Մենք հանդիպում ենք այնտեղ բարիշելու գործընթացի, այսպես ասած։ Ոչ։ Մենք այնտեղ հանդիպում ենք հաղթող դիրքերից ինչ որ մեկի, որը պահանջում է դեմիլիտարիզացիա, լուծարել բանակը, ինքնության ոչնչացում, ազգային ինքնության ոչնչացում եւ կարեւորագույն ռեսուրսների վրա ձեռը դնի ստրատեգիական նշանակություն։ Մենք այս 3 բանն ենք հանդիպում։ Սա արդեն փորձով ապացուցված է։ Եթե առաջ կարելի էր ենթադրել, որ հնարավոր է ինչ-որ ձև կոմունիկացիա, հիմա փաստացի ապացուցված է, որ այս 3 պահանջը մեր առաջ դնում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այստեղ պետք չի առանձնացնել, որովհետև պասերով են խաղում, մեկը, այսպես ասած, բարի ոստիկան է հանդես գալի, մյուսը չար ոստիկան։ Ու չար ոստիկանը հիմա բարի ոստիկանի դերը վերցրել է իր վրա Թուրքիան։ Տեսա կգանք այդ հարցերին։ Եվ ամենակարևորը, Արևմուտքը, հավաքական Արևմուտքը, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, որից վիցե կերպ այնքան չարժևորեցին Հայաստանը, այս տարածաշրջանում, որ տեր կանգնեին Հայաստանի սահմանների եւ ռեսուրսների անձեռնմխելիությանը։ Հասկանալի է, դաշնակիցներ են պետք է մեծ խաղում գոյություն ունենալու եւ զարգանալու համար։ Ահա նրանք են դաշնակիցները չեղան, սա էլ փորձով ապացուցվել է, անխոչնդոտ անցման դրույթը ձեզ ապացույց, որ ոչ Արևմուտքը, ոչ էլ Ամերիկան տեր չեն լինում, որպեսզի մեր մինիմում միջազգայինորեն ճանաչված իրավունքները երաշխավորված լինեն, որ մենք կարողանանք շուշ քասենք, ոտքի կանգնենք, զարգանանք։ Սա էլ արդեն փաստով տեսել ենք։
Եվ սա պարզապես հանդիպում չէ Պուտին, Փաշինյան բան, մի անգամ էլ են հանդիպել։ Սա մեր երեխեքի ապագային վերաբերվող հարց է։ Մի քանի օր առաջ մի քննարկման մեջ ասում են Հայկ դե ասա, Արևմուտք Ռուսաստան էս մասին է քննարկում, ասում եմ ինչ ասեմ։ Առաջը սուր, հետևը հուր։ Ինչ ասեմ։ Ենքոմ գնաս, մորթում են, ենքոմ գնաս, վառվում ես։ Ինչ ասեմ։ Իմ պատկերացումը իրավիճակի հետևյալն է։ Առաջը սուր, կամ չգիտեմ, առաջը հուր, հետևը սուր։ Էսա։ Էս դիագնոզն է։ Բուժումը պետք է իմպրովիզացնել։ Լիքը տես դեպքեր կա, բուժումը չունես։ Չգիտես, ոչ մի գրքում դրա բուժումը գրած չի։ Այդ կոնկրետ այդ սիտուացիան, այդպիսի դասավորվածքը ոչ մի գրքում գրած չի։ Բացես կարդաս բուժես։ Պետք է իմպրովիզացնես։ Պետք է ստեղծագործես։ Պետք է փորձես։ Հիմա դնեմ մի հատ լսեք Պուտինը ինչ ասում։ Նախ եկեք այդ գտորին մի հատ անդրադառնանք, որ Պուտինը ճանաչել է։ Մի հատված են կտրե հարցազրույցից 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո հարցազրույց է տվել, մի հատված են դրել, այդ հատվածն են անընդհատ դենկոմ դնում, թե իբրև Պուտինը ճանաչել է։ Ես հիմա դնեմ հենց այդ հատվածը եւ այդ ամբողջ հարցազրույցից մի քանի կետ, դուք տեսեք թե նա ինչ է ասում Ղարաբաղի ստատուսի մասին։ Խոսք է գնում Ղարաբաղի ստատուսի մասին։ Ու այս ամենաշատ իբրև թե ճանաչված վիճակն է։ Բազմաթիվ ուրիշ տեսանյութեր էլ կան դրանց վրա չշեղվելու համար, քանի որ այն մարդիկ, ովքեր ասում են Պուտինը ճանաչել է Ղարաբաղը, հստակորեն չի ճանաչել, լավ տենց ասեմ։ Հիմա տենանք թե ինչ է ասում։ Լսենք բառացի։ Այս է ճանաչելու պահն է յանի։ Չէ։ Ասպասի այն մարդ խայտարակ եղան։ Էսի չի։ Այս է։ Как известно, Армения член ОДКБ. Армения еще не признала независимость и суверенитет Нагорного Карабаха. Это означало с точки зрения международного права и Нагорный Карабах, и все прилегающие к нему районы являются неотъемлемой частью территории Азербайджанской республики. Договор ОДКБ предусматривает взаимную помощь в случае агрессии в отношении территории страны-участницы. Ասում Հայաստանը չի ճանաչել, Հայաստանը չի ճանաչել։ Իսկ դա նշանակում է с точки зрения միջազգային իրավունքի տեսանկյունից, դա իր կարծիքը չէ, ասում եմ միջազգային իրավունքի տեսանկյունից հանդիսանում է Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Միջազգային, մի ուրիշ տեղ էլ ասում է միջազգային հանրության տեսանկյունից աչքերով ճանաչվում է Ադրբեջանի մաս։ Հիմա հարց, աշխարհում մի հատ երկիր կա, որ ասում է տենց չի։ Աշխարհում մի երկիր կա, որ ասել է տենց չի։ Սա կարևորն է, բայց այս հարցազրույցի մեջ ոչ թե ինքը արդեն իր դիրքորոշումն է հայտնում, այս հարցազրույցը այսքանով չի սկսում ու ավարտվում։ Էսի մի հատված է, որտեղ ինքը խոսում է, որ Հայաստանը եթե չի ճանաչել, մենք չենք կարա միջամտենք զորքով։ Այստեղ ինքը այդ ասում, խոսում է թե ինչի իրանք զորքով չեն միջամտում կոնֆլիկտին, որովհետև Հայաստանը չի ճանաչի այ մարդ։ Գոնե ասում է Հայաստանը ճանաչած ելներ, մենք որտեղ կիսա ճանաչված երկիր կմտնենք։ Հիմա լսեք ինչ ասում статуси մասին։ Сейчас существует такая проблема статуса Карабаха. Да, такая проблема, она существует. Окончательный статус Карабаха не урегулирован. Но договориться. Լսակ, ես այդ նույն հարցազրույցից է։ Окончательный статус Карабаха не урегулирован։ Տեսանք։ Էդի այդ նույն հարցազրույցից է։ Այն որ Պուտինը ճանաչել է։ Լսակ Պուտինը ինչա ճանաչել։ Ասում է ստատուսի հարցը որոշած չի։ Էդի այդ նույն հարցազրույցն է, ժողովուրդ ջան։ Եվ էսի կտրել են մի հատվածը, որտեղ ինքը պատմում է թե ինչի չեն միջամտել։ Հիմա лысեք էլի շարունակությունը։ О том, что мы сохраняем статус-кво на сегодняшний день, существующее положение, что будет дальше, это предстоит решить в будущем или в будущем руководителям, в будущем участникам. Բայ կներեք,
этого процесса. Но, на мой взгляд, если будут созданы условия для нормальной жизни, для восстановления отношений между Арменией и Азербайджаном, между людьми на бытовом уровне, особенно в зоне конфликта, то это создаст условия и для определения статуса Карабаха. Что касается... Եվ այդքանից հետո ասում է, դա պայմաններ կստեղծի, որպեսզի Ղարաբաղի ստատուսը որոշակի անա։ Ես չեմ ասում, թե ինչի ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Բայց այս սիտուացիայում նույնիսկ Պուտինը չի ասում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Այդ նույն հարցազրույցի մեջ է ասում։ Ճշտից եք ուզում խոսենք, թե որովհետև ենք էլի բջոտ խաղերով բան անենք, շնից մաս փոկենք։ Շնից մաս փոկելն էլ է քյար։ Արա նա ինչ ասացված կա էլի։ Շնից մաս փոկելն էլ է քյար։ Դու հələ մի հատ բարոյական նկարագիր եմ նայ ես ասացվածքի։ Հիմա որոշել են շնից մաս փոկենք։ Պատասխանատվություն չկրելով։ Շարունակենք։ Что касается признания и непризнания Карабаха в качестве независимого самостоятельного государства, здесь можно по-разному это оценивать, но это без всяких сомнений было существенным фактором, в том числе и в ходе, только что, надеюсь, завершенного кровопролитного конфликта. Потому что сам факт непризнания Карабаха, в том числе со стороны Армении, он существенным образом накладывал отпечаток на ход событий и на его восприятие. Вот, ну что, здесь надо прямо говорить. Мы в свое время после... Նայեք, ստե մի հատ կարևոր պահ կա։ Խոսում է հերիք չի ասում ստատուսը որոշած, մի հատ էլ քննարկում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը։ Ու ասում է, որ դա էական նշանակություն ունի, ամբողջ այսպես կոչված բազարի մեջ։ Ու այդ էական նշանակությունը նստած է Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ բազարի մեջ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանը մի բան է ուզել՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որը ոչ մի իշխանություն անգամ թույլ չի տվել, որ դառնա քննարկման առարկա։ Պատճառը ասեցի ինչի։ Դա նշանակում էր մեկ եւ ընդմիշտ մոռանալ դեպի Արևմուտք, դեպի Թուրքիա հարաբերությունները։ Դա է նշանակում։ Եվ միջև մեր բջջոտությամբ կմեղադրենք սրան նրան մեր խնդիրների մեջ։ Եկեք մի հատ նայենք մենք ինչ ունենք անելու ու ինչ ունենք չարած կամ արած։ Հիմա տեսեք ինչ է օրինակ բերում։ Օրինակա բերում ասեմ, բայց լսեք նաեւ։ Օրինակա բերում, որ մենք Գրիմը ճանաչեցինք, մենք Աբխազիան ճանաչեցինք, դուք ձեր Ղարաբաղը չեք ուզում, ճանաչեք, արա։ Այ դա ասում հեսա։ Հեսա կմիացնեմ կլսեք։ Ասում չեք ուզում Ղարաբաղը ճանաչեիք, այ բա մենք ճանաչում ենք, ուզում եք մենք վատամարդ լինենք, դուք չեք ուզում վատամարդ լինենք։ Հիմա լսեք այդ բանը, տեսեք այդ հատվածը։ Преступных, без всякого сомнения, действий бывшего грузинского руководства, нанесение ударов по нашим миротворцам в Южной Осетии. Россия признала независимость Южной Осетии и Абхазии. Мы признали справедливым волеизъявление народа, проживающего в Крыму, и их стремление этих людей, проживающих там, воссоединиться с Россией. Мы пошли навстречу людям. Мы сделали это открыто. Кому-то это может нравиться, кому-то не нравится, но мы делали это в интересах тех людей, которые там проживают, и в интересах всей России. И мы не стесняемся об этом прямо говорим. Вот в отношении Карабаха это сделано не было, и это существенным образом, конечно, оказывало влияние на все происходящие там события. Как вы видите, под этим документом стоит подпись и... Ասում Ղարաբաղի հարցում դա արված չի, ով պետք է աներ։ Կարող է Ուզբեկստանը պետք է ճանաչի, Ղազախստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ժողովուրդ այս է։ Հիմքը սա է։ Մի ուրիշ դրվագովել էլի ստատուսի մասին է խոսում։ Չէ, այստեղ արդեն Շուշիի հետ կապված դեպքերի մասին է խոսում, մի հատ այստեղ էլ էսել լսենք, խնդրում եմ։ Вот что касается города Шуша, то этот вопрос возник вот в ходе этого конфликта, в ходе этого кризиса. Действительно, это было. Но было в каком контексте? 19-20 октября. Ուշադրություն խոսում է հոկտեմբերի 19-20-ին հնարավոր հրադադարի մասին։ Դրանից հետո պատերազմը շարունակվեց էլի 16 օր 17 օր պատերազմը շարունակվեց։
Չէ, ինչ 10-ից։ Այն մարդ 9 օր ընդ է, 10-20 օր։ 20 օր դրանից հետո պատերազմը շարունակել։ Ուշադիր այդ մասին է խոսում, այստեղ ասում որ Շուշի թեմա չկար ընդհանրապես, պատերազմը չէր լինի, եթե այդ 5 շրջանները տային, երկուսը հետո տալու։ Այստեղ լրի բաց ասում է։ Ժողովուրդ բացի մեր իշխանություններից, խալխու իշխանությունները մեր հարցերի մասին բաց ասում են։ Ալիևը միջև մի բան ասել է, որ սուտադուս եկե։ Հիմա այս Պուտինը մի քիչ ավելի տակտիկի դիվանագիտական ձևակերպումներ անում, թարգմանել է պետք։ Բայց ոնց ասում է, տենց էլ կա։ Հիմա շարունակենք լսել այդ դրվագը, մի հատ կարևոր դրվագ кա, լսեք уշադիր։ У меня состоялась серия телефонных переговоров как с президентом Алиевым, так и с премьер-министром Пашиняном. И тогда вооруженные силы Азербайджана, они вернули себе контроль над незначительной частью, южной частью Карабаха. В целом мне удалось убедить президента Алиева в том, что можно прекратить боевые действия, но обязательным условием с его стороны было возвращение беженцев, в том числе в Шуша, в город Шуша. Ну, неожиданно для меня позиция наших армянских партнеров. Այս շփոթմունքը ամերիկանցիք, արմյանցիք, կարծում եմ միամիտ չի։ Այսինքն, ինչի չեն ամսի 20-ին պատերազմը կանգնացնում։ Սրա մասին հետո պետք է շատ, որովհետև արևմտյան կոնսուլտանտներն ասում էին գնա միջև վերջ, կոտորի բանակը միջև վերջ, ժողովրդի ողնաշարը կոտորի միջև վերջ, որ այլևս հնարավոր չլինի որևիցե ձևով ռևանշի մասին մտածել։ Հնարավոր չլինի ռուսական պայմանները միջնորդությունը ընդունել։ Ահա թե ինչու 20 օր առաջ վերջնական կապիտուլյացիայից наши ամերիկացի կոլեգի համաձայն չեն եղել։ Մեկը Նիկոլ Փաշինյանը համաձայն չի եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը եղել է իր ոչ գոնե ռուսական կոնսուլտանտների եւ հովանավորների ազդեցության տակ։ Հիմա չեմ ուզում դրա մասին խոսամ։ Այնքան դառը թեմա է դա, այնքան խորանալու բան կա։ Բայց եկեք շարունակենք այն միտքը, որ ընկեր, այս sense է եղել։ Հիմա այսօր ինչ ասում Պուտինը, շատ կարևոր է։ Այսօր նույնիսկ նայեք նա Ղարաբաղի մասին ինչ ասեց այս վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նայեք ինչ ասում։ Ուշադիր լսեք ձևակերպումները, թարգմանում ենք։ Я думаю, что тоже очевидным является, что после того, как вы в Праге в 2022 году признали, что Карабах является частью Азербайджана, вмешиваться со стороны ОДКБ. Ու նաև ոնց է կռանում, որ գրում, որ պիտի հակափաստարկի, yani որ Ղարաբաղը մենք չենք տվել, դուք պատկերացրեցիք լրջությունը այս դիվանագիտական։ Սա նրա մասին չի, ով է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կասում, սա նրա մասին է, ով չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Ռուսաստանը Հայաստանից ուզել է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, եւ մեկը միշտ մոռացի արևմուտքի հետ, Թուրքիայի հետ քո հնարավոր հարաբերությունները։ Կամ կմանևրենք մի բան կլինի, չգիտեմ, բլոտը հարուստ խաղա, մի օր գուցե եւ ստացվի, բայց ճանաչի։ Հայաստանը չի ուզեցել ճանաչի։ Էսա բազարը, այն չի թե ով, իսկ Պրագայում ճանաչելը, դա արդեն ստիպված ճարահատ քայլ է, խիստ ճարահատ քայլ է դա արդեն, որը շատ խուճուճ է էլի։ Բայց նայեք ոնց է խոսում ձևակերպում Ղարաբաղի մասին։ В этот процесс, который приобрел внутри азербайджанское измерение, просто совсем был некорректный вопрос о воссоединении Карабаха, если вопрос о воссоединении Карабаха, считать его частью Азербайджана, я не оцениваю азербайджанское измерение. Вопрос о воссоединении Карабаха, если считать его частью Азербайджана. Եթե ընդունենք որ դա նա այսօր նույնիսկ չի ասում որ դա Ադրբեջանի մաս է ասում է եթե ընդունենք որ դա Ադրբեջանի մաս է էսի բոլոր արցախահայերին բոլոր այն մարդկանց ովքեր Ղարաբաղի հարցը փակ է թե փակ չի եթե ընդունենք որ դա Ադրբեջանի մաս է ես հիմա կդնեմ այդ հատվածը լսեք ուղակի մարդկա կարող ասում է թող հաջորդ բառը տենանք ինչ ասում բայց ուշ այդ հանդիպման ժամանակ 3 Պուտինը չի ճանաչել նույնիսկ 3 չի ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս եւ դա ենթադրություն տեսական ենթադրություն է ներկայացնում այս ամենակարևոր կտորներից է երեկվա հանդիպման
вопрос о воссоединении Карабаха, если считать его частью Азербайджана, я не оцениваю. Նա ինչ անում է, այսպես է դիվանագիտություն անում, այսպես է դիվանագիտական խոսք կառուցում։ Байджанское измерение, ну, просто совсем было. Մեկ էլ մի կտոր պատկերացրեք, Ալիևը նստած լսում է այս ձևակերպումը։ Հասկանում եք, չէ՞ մեսիջը։ Այսինքն ուղերձը։ Ալիևն էլ է լսում, որ Ռուսաստանի նախագահն ասում է, եթե ընդունենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը, ապա այդ վերամիավորումը ինչ որ իմաստ ունի, Պուտինն ասում, ժողովրդի խաղաղության համար։ Բայց ժողովրդի խաղաղություն էլ չկա։ Այլևս ոչ կա ժողովուրդը այնտեղ, ոչ էլ կա Արցախը այնտեղ։ Մի հատ էլ էս պահը լսենք։ Կներեք, ասես զզվացնում եմ, բայց լուրջ զրույց եմ ուզում անենք, ժողովուրդ։ Корректно. Вопрос о воссоединении Карабаха, если считать его частью Азербайджана, я не оцениваю, хорошо это или плохо. С точки зрения организации мирной жизни, думаю, что, наверное, в этом был смысл. И, кстати, сегодня, благодаря вашим усилиям и усилиям президента Азербайджана... Ասում խաղաղ կյանքի կազմակերպման ջանքերի տեսանկյունից երևի թե պետք էր, հա, Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Դաժե փորձում արդարացնի Նիկոլի արածը, բայց դրանով ինչա լսացնում, այսպես ասած, ուր է այդ միրնի ժիզնը Ղարաբաղում։ Ուր է։ Ինքը սրանով Նիկոլին ասում է, քեզ թվում է, որ գնաս ճանաչես, հա, գնաս ճանաչես, կլինի լավ։ Բա ուր է։ Այսինքն ինքը նաև կերցնում է, որ քո կոնսուլտանտները, Նիկոլի կոնսուլտանտները, քո խորհրդատուները, քո հույսով, քո արևին, Ալիևի քայլերը, պիտի այդ քայլից հետո, այդ նշաձողը իշացնելուց հետո, կանգնացնել, չէ՞ արհավիրքը։ Պուտինը դա է ասում, պիտի լիներ խաղաղ կյանքի կազմակերպում։ Բա ուր է։ Բա ուր է։ Ու այն միտքը, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես միշտ զանգե քեզ ասել եմ, ես միշտ քեզ տեղյակ եմ պահել, ճիշտ է ասում։ Ստե հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքը, ասում է Նիկոլը մենակ կարա կապ ունենա նրանց հետ եւ նրանցից առաջի ձեռ իմանա ինչ է կատարվում, բայց դժվար թե լսի ու հասկանա ինչի մասին է խոսքը։ Այս մարդը չի էլ հասկանալու։ Մանասյան Հայկը հասկանում է։ Դրա համար պատճառներ կան։ Դրա համար կա նախ դաստիարակություն, երկրորդ կրթություն։ Թե այդ ինչ դաստիարակություն ու կրթությունն է, մի օր ժամանակ կլինի կասեմ։ Սա չի հասկանում։ Չի էլ ուզում հասկանա։ Այս ինչ խաղ է։ Հիմա մի կտոր էլ շատ կարևոր, շատ, որ խոսեց այդ հանդիպման ժամանակ, այս նայեք, նրա մասին է ասում, նախապես ասեմ, հետո փաստարկած ցույց տամ։ Նրա մասին է ասում, որ ուրեմն ասում է լավ ես անում, որ ասում ես խաղաղություն է այս կոմենկոն, բայց չափը ճանաչի այդ բաներում, ներքին խոսույթի մեջ։ Սրա մասին Պուտինը ասում է։ Ասում է լավ է, որ հարաբերությունները լավանում, այդ թվում Դոնալդ Թրամփի միջնորդությամբ եւ այլ, բայց ասում է ստեղ պետքա դրվի վերջակետ։ Եվ ցանկալի չի ներքաղաքական խոսույթում, քարոզարշավում, սրանից ավելը ասել։ Սա մի հատ լսեք, շատ կարևոր դիտություն, մեկնաբանման կարիք ունի, թարգմանության կարիք ունի։ Президент США принял в этом активное участие. И размораживаются, на мой взгляд, и транспортные пути и так далее. И здесь нужно просто искать дальнейшие способы укрепления отношений. Но мне кажется, что здесь мы тоже должны точку поставить. И было бы лучше, если бы это не было такой частью внутриполитического процесса, особенно в ходе предвыборной кампании. Ну и, наконец, у нас Լսեցիք։ Ասում է լավ է, որ հարաբերությունները կարգավորվում են Ադրբեջանի հետ, կոմունիկացիաները բացվում են, լավ է, բայց լավ կլներ, որ ստեղ վերջակետը դնենք։ Եվ ցանկալի չի, որ այս process-ները դառնան ներքաղաքական, նախընտրական կամպանիայի քննարկելի կասելիք։ Իսկ ինչա ներքաղաքական կամպանիայում քննարկվում եւ ասվում, որը Պուտինի կարիքով չափն անցնում է Նիկոլը, լավ է Ադրբեջանի հետ, լավ է, չափն անցնում է, երբ որ ասում է սեպտեմբերին պատերազմ կլինի։ Չափն անցնում է, երբ որ ասում է ղարաբաղցիները իրավունք չունեն վերադառնալու եւ էլ չեն վերադառնալու։ Չափն անցնում է, երբ որ ասում է վերջ։ Սա հարցերը լուծված է, սա մենակ ինքը կարա փրկիչ ետել եւ փրկիչ լինի երկրին։
Պուտինը ասում է, լավ ես անում, որ գովում ես, քարոզում ես, որ դու խաղաղություն ես բերել, հարաբերություններ ես կարգավորում, բայց այդքանից ավել, դե պետքա տոճկա դրի, վերջակետ ենք դնում։ Դրանից ավել արդեն շատ ես խոսում։ Որովհետև ոչ Ղարաբաղի հարցի բաց եւ փակ լինելը, ոչ Արցախահայության վերադարձի հարցը, ոչ սեպտեմբերի պատերազմ կլինի թե չի լինի, դա Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի։ Դա նրա իշխանության տակ չի, որ անի կամ չանի։ Ահա սենց մի բան է դրվագ կա, հուսամ հատկապես քաղաքական վերլուծաբանները այս դրվագի վրա առանձնակի ուշադրություն կդարձնեն։ Այս հանդիպման մեջ Պուտինն ասում է, որ Ղարաբաղի հարցը փակ չի։ Բայց հույսեր էլ չունի առանձնակի, որ հայությունը իր բնույթը կփոխի։ Մի զգալի մաս, ովքեր եղանակ են ստեղծում, տրամադրություն են հաղորդում։ Մի հատ հարց էլ վերջում անդրադառնում է ռուսամետ ուժերին, խնդրելով, որ նրանք մնան բանի մեջ, մտնեն քարոզարշավի մեջ, խնդրելով կամ, չգիտեմ, հորդորելով, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ առանց Հայաստանի պասպորտի հնարավոր չի։ Ես կարծում եմ, Պուտինը այդքանը շատ լավ է հասկանում, որ առանց պասպորտի հնարավոր չի։ Այդպես երկիր չկա, որ առանց պասպորտի հնարավոր է։ Հա, այսինքն այն չի, որ Ռուսաստանում ուրիշ կարգեր են, Հայաստանում ուրիշ կարգեր են։ Այստեղ հարցը նրա մասին է, որ ես էլ էի լսել այդ զրույցները, իմ կարծիքով, ես էլ էի լսել այդ զրույցները, որ կուսակցությունը թույլ չեն տալու, որպեսզի գրանցվի քարոզարշավին, Մերձևովի մասին է խոսքը, այսինքն Մերձևովի դեմը փակելու էին։ Դրա մտավախությունը տարբեր քաղաքական, մասնավորապես Հովիկ Աղազարյանը բազմիցս ասել է։ Ես առանձին իստոչնիկից աղբյուրից դա որոշակի տեղեկություն դրա մասին լսել էի, որ կարա տենց բան լինի, եւ դրա լուծումը դաշինքի վերածվելն է, դաշինք դառնալն էր, որ չկարողանան փակել, այս դեպքում տարբեր քաղաքական ուժեր կլինեն եւ չեն կարա պատճառաբանել Սամվել Կարապետյանով, թեև էլի ինչ որ բան կարելի է մոգոնել, եւ Պուտինը դա էր ասում, ոչ թե Սամվել Կարապետյանին ազատ Արցախի թոնա քարոզարշավանի, այլ այնպես չլինի, որ այդ քաղաքական ուժին վերջի օրով արգելեք մասնակցի ընտրություններին։ Պուտինը սրա մասին էր ասում։ Հորդորեց չարգելել մեր ձևով շարժմանը, մասնակցել ընտրություններին։ Խոսքը Սամվել Կարապետյանի մասին չէր, թեև ձևակերպված էր այդպես։ Որովհետև այս մակարդակի մարդիկ մեր մակարդակի մարդկանցից մի քիչ ավելի ուրիշ ձև են իրանց խոսքը ձևակերպում։ Թերևս սա էր ամբողջ հանդիպման ռուսական կողմից ներկայացված մոտեցումները, ինչ կար հայկական կողմից, լսել եք եւ բավականին շատ մարդիկ գով կկանեն Նիկոլ Փաշինյանին, թե տես ահա անկախ երկրի վարչապետը ինչպես է խոսում բան ռուսների հետ, ժողովուրդ, բախի sense չի խոսում Ալիևի հետ։ Ես այդ հարցը միշտ տալու եմ մտածող մարդկանց, խնդրում եմ այդ հարցը մտածեք։ Ալիևն ավելի սարսափելի ղեկավար, եթե որպես սարսափելի ղեկավար, էլի, որպես բռնակալ, թե Պուտինը։ Աշխարհում ով է ավելի բարձր ռեյտինգ ունի, ով ավելի մեծ կարողություն ունի, ում երկիրը ավելի շատ կարա վնաս տա այլ երկրների։ Ռեալ, հələ եկեք էդի մի հատ այդ հարցը տանք։ Ռուսաստանը թե Ադրբեջանը։ Ինձ թվում է բոլորն կհամաձայնվեն, որ Ռուսաստանը։ Բա եթե Ռուսաստանը ավելի ազդեցիկ երկիր է, քան Ադրբեջանը։ Ինչի օրինակ կարա Ռուսաստանի նախագահի հետ սենց խոսա, բայց Ալիևի հետ տես չի կարա խոսա։ Հա՞։ Դուք զգում եք, որ ստե մտածելու բան ունենք, էլի մի հատ, էս ինչ է, էս ինչ երևույթ է։ Եթե նա այդքան ուժ ունի, որ Պուտինի հետ սենց խոսա, այդքան անկախ երկիր ենք մենք, եթե դա երկրի անկախության դրսևորումն է, առավելևս ինքը Ալիևի հետ ո՞նց կխոսա։ Եթե դա մեր երկրի անկախության բանն է, նշանն է։ Բայց եթե նա Ալիևի հետ այսպես է խոսում, այսպես, Պուտինի հետ այսպես է խոսում, սա արդյոք անկախության նշան է։ Սա արդյոք ինքնիշխանության նշան է։ Սա նշան է այն բանի, որ իր դուխը գալիս է Թուրքիայից, որ իրան տերա կանգնե Թուրքիան։ Այդ Թուրքիայի վասալը կարա Պուտինի հետ սենց խոսա, այն մտքով, որ Պուտինի վատ բան չի ասում ինքը, իր իրավունքների պաշտպանության։ Այդ Թուրքիայի վասալը, որտեղ նույնիսկ Եվրոպայի թևի տակ սենց չեն կարա խոսան Պուտինի հետ։ Նույնիսկ Եվրոպան այդ թափը չունի,
ինչ որ մի պետության ղեկավարի այնքան դուխ տա, որ sense խոսան Պուտինի հետ։ Եվրոպական ղեկավարներն իրենք այս տեսակ չեն կարող խոսան Պուտինի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ կարա խոսա, բայց թույլ չի տա։ Նա հիմա Պուտինի հետ իրար լեզու հասկացած են։ Այս դուխը որտեղից է գալի։ Ամերիկայից չի գալի այս դուխը։ Ամերիկան Պուտինի հետ հասկացած են իրար։ Ավելի փորձում են համագործակցել, իհարկե, որպեսզի Ռուսաստանը Չինաստանի հետ քիչ մերձենա։ Նո դա ամերիկյան պլաններն են։ Եվրոպայում այդ ղեկավարը չկա, որ այդպես կարա։ Էրդողանը կարա միտեղ այդպես իրան պահի։ Այ Էրդողանը կարա։ Ու սենց կարա Էրդողանի դուխով մարդ իրան սենց պահի։ Սա ոչ թե Հայաստանի ինքնիշխանության կամ անկախության խորհրդանիշ է։ Սա Թուրքիայից դուխ ստանալու եւ Թուրքիայի դուխով խոսալու խորհրդանիշ է։ Ինձ համար դու կարող եք չհամաձայնվել։ Ահա թե ինչու չի կարում Ալիևի հետ այդպես խոսա, որտեղ թուրքական հիերարխիայում Ալիևը մի քանի աստիճան վերև է կանգնած, քան Նիկոլ Փաշինյանը։ Բայց նույնիսկ այդ դիրքերից Ալիևը իրան այսպես զրույց թույլ չի տալիս։ Գիտեք ինչի, որտեղ Ալիևի դիրքը իրական է։ Իսկ մեր վարչապետի դիրքը հորինված, նա ուզում է ցույց տա իր ընտրազանգվածին եւ իր լոբինգով զբաղվող անհատներին, որ ինչքան ինքը տենց վստահ է, ինչքան ինքը տենց ուժեղ է։ Գոյություն չունի աշխարհում մարդ, որ այսպես խոսա Պուտինի հետ ու Ալիևի առաջ այսպես կուրկուրի ձակ դառնա, ամբողջ ազգին ահաբեկի ասի, ինչ չընտրեք պատերազմ ալնելու։ Այդտենց վախում է։ Ու ազգը պետք է վախենա, իր վախը քիչ է։ Ամբողջ ազգը պետք է ստրուկի պես վախենա, հպատակի պես պետք է վախենա։ Ահա այն մնացած պատասխանները, որ տալիս է Փաշինյանը։ Առանձին չանդրադառնալով, ահա այս ցավոտ արձանագրում եմ անում ինքս ինձ համար։ Միշտ երբ որ ասել են հատկապես քոչարյանականները, վիլայետ թե գուբերնիա, բան sense, այսինքն քոչարյանականներն ասել են դարձնում է վիլայետ, հակա քոչարյանականներն ասում են դարձնում է Քոչարյանը ուզում է դարձնի գուբերնիա։ Էլի կուզենայիմ երկու բան էս մասին ասել, ժողովուրդ, մեզնից է կախված մենք կլինենք գուբերնիա, թե չենք կլինի գուբերնիա։ Մենք եթե հպատակ ենք կլինենք գուբերնիա, հպատակ չենք կլինենք ռեսպուբլիկա։ Եվ անկախ նրանից ում ազդեցության տակ մեզնից է կախված մեր ներքին ամրությունը, սա կարևոր է ընդգծել եւ այն բանը ես միշտ լուրջ չեմ վերաբերել, ասեմ դե все-таки արևմուտքը այնուամենայնիվ ասպասի փագեմ սրանք ներվերս կիրան, համտեղ մատս գտնում է։ Ես եմ ցույց տվել, ինչ էլ ցույց չեմ տվել կներեք։ Հատկապես արևմուտքը մտածում է այնուամենայնիվ տեր է էլի։ Այս այդքան թուրքական դուխը չի, ինչքան արևմտյան դուխն է։ Կրկնում եմ, մինչև այն պահը, երբ որ օգոստոսի 8-ին ստորագրեց։ Չնայած դրանից առաջ արդեն պարզ էր, բայց օգոստոսի 8-ին մինչև ստորագրեց անխոչնդոտ անցման դրույթը, նաև ամերիկյան փաստաթղթում։ Եվ այդտեղ փակվավ արդեն ամբողջ հարցերը, ժողովուրդ։ Մենք պետք է զիջենք։ Մենք շատ լավ ազգ ենք, տաղանդավոր ազգ ենք։ Սա հենց այնց ինքնագով չեմ անում, ընդհանրապես բոլոր այն գործիչները, որոնք հայ ժողովրդին են գովում բան, ես իրանց վատ աշխով եմ նայում որպես պոպուլիստներ, որովհետև հայ ժողովրդին պետքա սթափեցնես, ոչ թե գովես։ Հայ ժողովրդին պետքա կոչ անես, որ խելքի արի ու մեկ էլ պիտի տոկի տաս, որ ինքը հասկանա, որ Տիգրան Մեծի սխրանքները այսօրվա մեր խնդիրները չեն լուծում, էլի, հակառակը։ Բավարարվել սեփական ոչնչությունը մեծ հայքի փառքով ուրեմն ինքնամխիթարելը դա հարցի լուծում չի։ Պետքա դուրս գանք այդ վիճակից, այդ սեփական ոչնչության վիճակից պետքա դուրս գանք։ Ինքներս մեզ պիտի հաղթահարենք։ Հա, բայց այստեղ պիտի ասեմ, քանի որ մենք այնուամենայնիվ տաղանդավոր ազգ ենք, գենետիկորեն էլի, ի բնե։ Պիտի կոդրեն այս ազգին։ Պիտի ջարդեն այս ազգին, որ սա չկարանա ոտի կանգնի ոչ մի դեպքում։ Այնպես պիտի ջարդեն։ Օրինակ ինչի արագ սեփականաշնորհում սկսավ անկախության տարիներից հենց սկզբում, չէ՞, սովետական միության փլուզումից հետո արագ սեփականաշնորհում։ Դա ոչ թե նրա համար էր, որ անցնում են անում շուկայական տնտեսության, կապիտալիզմի եւ այլն, ամենևին։ Եթե անցման մասին մտածեին, կանեին աստիճանաբար։ Փուլ առ փուլ։
Այդ արագ սեփականաշնորհումը նրա համար որ հանգարց սովետը չվերականգնվի։ Այնց քանդեն տնտեսությունը, դա ոչ թե մեր իշխանությունների, այնտեղից, իրանց էլի արևմտյան կոնսուլտանտները, որովհետեւ սովետը էլ չվերականգնվի, քանդեք ինչքան կարող է։ Ուկրաինայի օրինակը շատ լավ օրինակ է։ Քանի ատոմ են ռուսներին, դավայ, բզբզեք, դու պատերազմ սկսի, ես պատերազմը սկսամ ջերմամիջուկային ռեակցիայի նման գնում է արդեն։ Ատելության գեներացիա։ Վերջ, երկոքին նա սպանեց, 12 հոգի սա սպանեց, 22 հոգի նա սպանեց, գնաց, կպավ գործը արդեն։ Արևմուտքի գործը կպավ։ Վերջ, մնացածը արդեն փողի հարց է։ Դժվար է սկիզբն է։ Բերել հասնել մի վիճակի, որ մի երկու հոգի Ռուսաստանի կողմից սպանեն, մի երկու հոգի Հայաստանի կողմից սպանեն։ Վերջ, մնացած իրան կգնան։ Հիմա ես այդ տեսա, որ սրանց հետաքրքիր չի։ Սրանց կգան հեռադիտակներով սահմանին կկանգնեն, բայց սրանց հետաքրքիր չի, որ մենք բանակ ունենանք։ Հակառակը սահմանին կկանգնեն, դրանով իսկ կփագեն բանակ ստեղծելու անհրաժեշտությունը։ Ու ժողովրդի մեծ մասը կասեն, ինչ լավ այ մարդ, բարձրանք բանակ ունենալուց։ Կգան այդ միջանցքը կսարքեն, ադրբեջանցիները կասեն, այս առաջիկա տասնամյակում մեր խնդիրը լուծեցինք, մնացած խնդիրները կլուծենք հաջորդ տասնամյակներում։ Ու այս տասնամյակներում ապրող կասի, այս ինչ լավ է, գլխներս խախանվավ։ Այսինքն, որ նայես մարդիկ պետություն չեն ուզում, այ մարդ։ Մարդիկ չեն ուզում պետություն։ Պետությունը պետք է ջանք տնես, ներդրում ունենաս։ Պետությունը հենց այնց իրան չի լնում, այն ձեր ցավը տանը։ Խալխու ներդրումներով պետություն չի լնում։ Մի խոսքով լավ նայեք, ժողովուրդ, մտածեք։ Թուրքիան չի կանգնելու, Ադրբեջանը չեն կանգնելու։ Ոչ թե Հայաստանի գոյության հարցն է։ 3 պայման, պարտադիր լինելու է 3 պայման, բանակ չենք ունենալու, ազգային ինքնություն չենք ունենալու եւ մեր կարևորագույն ստրատեգիական նշանակության կառուցվածքների վրա, ռեսուրսների վրա լինելու է թուրքական կամ ադրբեջանական։ Ինչ ասեմ, իշխանություն։ Վերջ։ Ցավոք սրտի սա է։ Ցավոք սրտի են լավ հարաբերություններ բան, հարևանություն բան։ Չեն ուզում այդ մարդիկ։ Մի նշան չեն տվել, որ տենամ ուզում են։ Մի նշան։ Արևմուտքն էլ մատը մատին չի տալուց թե ինչքան էլ ասեն Nvidia-ն ստե չգիտեմ ինչա բաց ասենք որնա ինժեներներին է պետք քյոլ մստել ինժեներների համար մի հատ ուրիշ բան են այն մյուս ամեն խավի համար գտել են մի հատ խաղալիք զանգուլակ որով կարան քյոլ մստեն ներկայացնեն իբր թե մենք դեպի արևմուտք են գնում արևմուտք գնալ էդի պայմանագիր չի ժողովրդի մշակույթ է ոնց բացատրեմ հələ պատկերացրեք մի հատ օրինակ է մենք դեպի բուդդիզմ ենք գնում պատկերացնեք մեր եկեղեցին վաղ գնացել է բուդդիստների հետ պայմանագիր է կապել որ մենք գնում ենք դեպի բուդդիզմ Հələ մեր կյանքում կենցաղում։ Բուդդիզմը դիտես չէ որ թղթի վրա գրեցի դու բուդդիզմ, դու մտնի կյանք, մշակույթ, դրա համար տասնամյակներ են պետք։ Արևմուտքին կը տասնամյակների հետո ինչ կերպարանք ունենալու այդ խնդիր ունի դա։ Ժողովուրդը շատ լուրջ հարցեր է, էլի շատ մեծ հարցեր է։ Էսի իմ սիրելի Արամ Սարգսյանի ներկայացած մակարդակի հարցեր չի էլի։ Ինժեներների լեզվով են քյոլ մստում, գյուղացիների լեզվով են քյոլ մստում, բժիշկների լեզվով են քյոլ մստում։ Ու թերևս այսքանը հարազատներս։ Եթե ապոկալիպտիկ բան չեմ ասում։ Ապոկալիպտիկ բան չեմ ասում։ Վախացնելու համար չեմ ասում։ Հոգնած ազգ է եսի։ Հոգնել ենք։ Ապրելուց հոգնել ենք։ Ու Նիկոլ Փաշինյանը չի որ մեր այս մեծ հոգնած դեգերումներից մեզ խաղաղության ու հանգստության ափա հանելու։ Դա ինքը չի ժողովուրդ։ Ինքը չի։ Ինքը ունի լավ կողմեր, բայց ես ինքը չի։ Թերևս այսքանը։ Միշտ հանդիպում բարի գիշեր։